Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։ Ողջունելով իր պաշտոնակցին, Հանրապետության նախագահը նշել է, որ այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, որոնք ձևավորվել են հազարամյակների ընթացքում և վերաբերում են մեր ժողովուրդների բարեկամությանը։ Հայաստանի Հանրապետության նախագահը վստահ է, որ այս քննարկումները շարունակական են լինելու և կրկին նպաստելու են, որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման միտումը կանգ չառնի։ Ուրախ եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում ընդունելու այս հնարավորության համար։ Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն ավանդույթները, դարավոր ավանդույթները, որ փոխանցվել է հազարամյակների ընթացքում, վերաբերում է մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և ես ձեր այցը այդ տեսանկյունից եմ նաև բարձր գնահատում։ Եվ մեր այսօրվա քննարկումները, որ մենք արդեն սկսեցինք նոր երկկողմանի առանձին քննարկումները, կունենան շարունակականություն և ամենակարևորը մեկ անգամ ևս կհաստատեն, որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման միտումը չի կանգնի և մենք անընդհատ նոր գաղափարներով հանդես կգանք և որը ի նպաստ կլինի այս մեր երկու երկրների և մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ասել է. Նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է և ես շատ ուրախ եմ եղբայրական Հայաստանում գտնվելու համար։ Ինչ խոսք լիովին համաձայն եմ, որ մեր դարավոր բարեկամությունը և եղբայրությունը օրինակելի է և շարունակական զարգացում է ունենալու։ Վրաստանի նախագահը ընդգծում է, որ Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում։ Երևանի ու Թբիլիսիի միջև 2024 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար։ Երկու երկրների նախագահները շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը, կարևորելով խաղաղաիրական օրակարգի առաջմղման անհրաժեշտությունը որպես ողջ Հարավային Կովկասի զարգացման առանցքային նախապայման։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։ Այս համատեքստում քննարկվել է նաև փոխայցելությունների ազատության ապահովման ընդհուպ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարները։ Դրականորեն արձանագրելով տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ կապն ու համագործակցությունը, նախագահները առանձնակի կարևորել են խորհրդանական դիվանագիտության և հետևողական զարգացումը, դիտարկելով այն որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման լավագույն հարթակներից։ Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա պատմական և մշակութային ընդհանրություններին, շեշտելով, որ այս հարուստ ժառանգությունը կազմում է երկուստեք վստահության, բարեկամության և շարունակական գործընկերության անսասան հիմքը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել վրացական կողմի Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված միջնորդական ջանքերը, նշելով դրանց կարևորությունը տարածաշրջանային վստահության ձևավորման և կայունության պահպանման գործում։ Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պատեհ առիթով այցելել Վրաստան։ Վրաստանը միանշանակորեն ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը և հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։
Վրաստանը միանշանակորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի 2025 թվականի մարտի 13-ի հայտարարությունը խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ սա կարևոր գործընթացի սկիզբն է, որը պահանջում է հետագա համատեղ ջանքեր խաղաղ, անվտանգ, կայուն և զարգացած Հարավային Կովկասի տարածաշրջան ստեղծելու համար։ Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կստորագրեն խաղաղության համաձայնագիրն ու դրանով իսկ Հարավային Կովկասում դրական զարգացման դինամիկան և տարածաշրջանի գրավչությունը կբարձրանա, ընդգծել է Վրաստանի նախագահը։ Միխայել Կավելաշվիլին նշել է նաև, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների միջև Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպմանը, որը Վրաստանի նախագահի բնորոշմամբ Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ փոխշահավետ համագործակցության գործընթացի սկիզբն է։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել, հուշակոթողին ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և ևս մեկ անգամ շնորհավորել Միխայել Կավելաշվիլիին եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ի բարօրություն եղբայրական Վրաստանի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի։ Միխայել Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ մեծ պատիվ է գտնվել հարևան երկրում առաջին անգամ որպես Վրաստանի նախագահ։ Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ մեր ազգերը դարեր շարունակ ապրում են կողք կողքի, ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում։ Ես այդ մասին խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ և իրոք սա շատ յուրահատուկ է, որ այսօր մեր ազգերը գոյություն ունեն։ Իհարկե, մեր հարաբերությունները պետք է խորանան և զարգանան։ Նախորդ տարի ստորագրվեց ռազմավարական համաձայնագիրը, ասել է Վրաստանի նախագահը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին։ Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվ բնույթը, համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նոր ազդակ է հաղորդում փոխգործակցության խթանմանը բոլոր ոլորտներում։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման։ Վարչապետ Փաշինյանը այսօր նաև գրառում է կատարել Facebook-ում։ Դատարանի որոշմամբ հաշտության համաձայնություններով 17 մարտի 2025 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1.803.000 ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ կրկին հայ-վրացական հարաբերությունների մասին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պատմական մաքսիմումի վրա են։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գյորգի Շարֆաշիձեն, մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլիի այցը Հայաստան։ Դեսպան ընդգծել է, որ Վրաստանի նախագահը Հայաստան այցի ընթացքում աշխատանքային շատ ինտենսիվ ծրագիր ունի։ Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Տարածաշրջանային բարձրաստիճան այցելությունների թեմայի շրջանակներում նշենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով։ Բաքվում հնչած ուշագրավ հայտարարությունները և զարգացումներին հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, ձեզ եմ փոխանցում խոսքը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, ահա խնդրեմ
գրառումը ձեզնից քչերը կարող են ընթերցել, ես մեջ բերեմ։ Երեք Բաքվում մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք եւ փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Եթե ինչ, այս տողերի հեղինակը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մազուդ Փեզեշքյանի գրառումն է պաշտոնական իր միկրոբլոգում։ Դե հիմա կասեք պաշտոնական այցով Բաքվում էր, Իրանի նախագահը փաստաթղթեր են ստորագրել, այստեղ ինչ տարօրինակ բան կա, չեմ հասկանում։ Ինչ տարօրինակ բան կա, ընդհանրապես քաղաքականությունը ինքնին շատ տարօրինակ բան է, բայց երբ խոսքը գնում է քաղաքականության մասին եւ այն էլ Իրանի նախագահի մակարդակով, երբ որ Ալիևին կոչում է նա եղբայր, ես որպես շարքային հայ քաղաքացի առնվազն տարակուսում եմ։ Ինչու՞։ Դե որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը մենք պաշտոնապես դիտարկում ենք որպես մեր ստրատեգիական գործընկերոջ, տարածաշրջանում մեր շահերի միակ պաշտպանի, մեր տարածաշրջանի ամբողջականության աջակցի, ընդհանրապես ադրբեջանական կեղծ նարատիվների, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի դեմ արտահայտվողի, արտատարածքային հավակնությունները սաստողի եւ այսպես շարունակ իրապես վստահելի գործընկերոջ ենք դիտարկում։ Ու երբ այդ գործընկերը Հայաստանի Հանրապետությանը արևմտյան Ադրբեջան կոչող բռնապետի հետ գրկախառնվում է եւ եղբայր է կոչում, առաջանում է շատ պարզ ու լակոնիկ հարց. Ինչպես կարող է այդ ռեժիմին եղբայր կոչողը լինել քո բարեկամը։ Բարեկամներ, ուզում եմ ճիշտ հասկանաք, բավական նուրբ հարց, ուզում եմ ճիշտ հասկանաք, որ ես հակաիրանական նարատիվներ առաջ չեմ տանում, ոչ մի դեպքում։ Ես չեմ ցանկանում փչացնել մեր առանց այդ էլ շատ սուղ բարեկամ երկրների ցանկը, բայց կներեք, իմ թշնամին, իմ բարեկամն է այդ կարգախոսը հայերիս համար չի աշխատում այլևս։ Ինչպես կարող է քո թշնամու եղբայրը լինել քո բարեկամը։ Եթե հարցը ծագումնաբանության մեջ է, ինչպես են ծագել եւ այլն, դա իհարկե ուրիշ հարց է, այստեղ չեմ ուզում մտնել, ադրբեջանցիները գոնե շատ-շատերը, այո, իրանական ծագում ունեն, գիտեք, Իրանում հսկայական մի քանի տասնյակ միլիոնանոց էթնիկ ադրբեջանցիների համայն կա, այնտեղ ապրում են, ընդհանրապես Իրանում Ադրբեջան երկրամաս կա, Իրանի նախագահն էլ ծագումով իրանական ադրբեջանից է, եթե չգիտեք դա, այլ իմացեք, մի խոսքով, խնդիրը բոլորովին այլտեղ է։ Հիմա խնդիրը այն է, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ բոլորը իրար եղբայր են կոչում, իսկ մենք մեկին հազիվ ենք բարեկամ կոչում։ Ու սա առաջին դեպքը չէ, այս եղբայրության, այսպես կոչված։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Ալի Աքբար Ահմեդյանը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի մոտեցումը եղբայրական է։ Օրեր առաջ էլ Վրաստանի վարչապետը երբ Բաքվում էր, այնտեղ նա կրկին Ալիևի հետ հանդիպեց եւ հարաբերությունները Վրաստան-Ադրբեջան դարավոր եղբայրություն կոչեց։ Թուրքիան բոլոր ատյաններից գիտեք Ադրբեջանին կոչում է եղբայր, մեկ ազգ, երկու պետություն այդ տրամաբանության մեջ ու հիմա էլ Փեզեշքյանը Բաքվում հանդիպում է եւ կրկին եղբայրության մասին խոսում։ Հիմա հարգելի հայրենակից քեզ շատ պարզ հարց եմ տալիս. Մինչ հայտարարագիր լրացնելը, մինչ միասնական տոմսային համակարգին անցնելը, մինչ սահմանադրական հանրաքվե անել, չանել, գնալ, չգնալը, մինչև Գյումրու ընտրությունների արդյունքներ մարսել, այս ամենը, մինչև այս ամենը, ինչ ձևաչափով ենք մենք ապրելու այս տարածաշրջանում, ինչ հարաբերություններ ենք մենք կառուցելու մեր 4-ից 3 հարևանների հետ, ովքեր 4-րդին Ադրբեջանին կոչում են եղբայր։ Ապա էլի ծովից ծով, էլի Մուշուվան, էլի Վիլսոն, էլի Մոսկվայի Կարսի պայմանագիր, ես լուրջ հարց եմ տալիս առանց որևէ հեգնանք, առանց որևէ պաթոս, առանց որևէ հետին միտք հարց եմ տալիս։ Ոնց ենք ապրելու այս տարածաշրջանում։ Հովանավորներ ենք գտնելու, ամերիկացուն ենք բերելու, ռուսին ենք հանձնվելու, Ֆրանսիայի հետ ենք համագործակցելու, չգիտեմ, իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ասում են զինվել, հզորանալ, լինել ինքնիշխան, այդ պաթոսային արտահայտությունները, որոնք հնչում են տարբեր հրապարակներում, եւս մեկ հարց այդ մարդկանց. ինչպես, ում միջոցով եւ ինչ ճանապարհով։ Ընկերներ, հզորանալու համար առնվազն կիրթ հասարակություն է պետք, հզոր տնտեսություն է պետք, որ այդ կրթության որակը կֆինանսավորի եւ առնվազն մի քանի տասնամյակ է պետք մինչեւ այդ
կրթություն ստացող սերունդը մտնի մեծ կյանք։ Դրա համար եմ ասում, խաղաղություն է պետք, ստաբիլություն է պետք։ Չես կարող սահմաններով լինել ոտնակող ու հզորանալ։ Չի լինում տենց բան։ Չես կարող նշանակետի տակ լինելով տնտեսությունը հզորացնես։ Ընդհանրապես միջազգային ներդրումներ էլ չես կարող բերել երկիր, եթե օգտակար հանածոյել չունես կամ ծով չունես։ Մի շարք դեսպանատներ իրենց քաղաքացիներին կոչ են անում Հայաստան չգնալ, գոնե սահմանամերձ հատվածներ։ Իսկ դուք ասում եք բերեք փող ու ներդրում արեք։ Ասում են թալանողներին եկեք սննկացնենք, զենք հարդենք։ Կամ նաև տարբեր այլ տեսակետներ առաջ քաշողներ, իրավիճակ մեկնաբանողներ, հա, այդ քաղ տեխնոլոգները, որոնց խոսքերը քաղ ծիծաղ են առաջացնում, ասում են Ֆրանսիան ու Հնդկաստանը մեզ զենք են տալիս, լավ է անում տալիս է, շնորհակալ ենք, իհարկե մենք ուրացող չենք, բայց այդ ամենը օգտագործել է պետք, հա, ասենք մի քանի բան տվեցին ու հետո չեք հասկանում, որ մենք սպառազինության մրցավազքում թուրք, ադրբեջանա-պակիստանյան ու էլի շատ երկրների տանդեմի հետ մենք մրցել չենք կարող։ Մեզ մրցավազք չի է պետք, մեզ տնտեսությունն է պետք, տնտեսություն, ստաբիլ եկամուտ, կարճ ասած փող, շատ փող, ստաբիլ խաղաղ իրավիճակ, որ կարողանանք այդ գումարը ներդնել եւ հզորանալ, ասում են կրթվեք, մի հատ գնացեք մեր բուհերի վիճակը տեսեք, գրադարանները գնացեք մեր ստուգեք, մասնագիտական գրքերի հասանելիությունը ստուգեք, վերջին անգամ երբ ենք մասնագիտական գրքեր թարգմանել, ինչ դասագրքերով են սովորում մեր ուսանողները, մի հատ դասախոսների ժամանակակից որակավորումները ստուգեք, մասնագետներին, դասախոսներին ասում եք գնացեք վերապատրաստվեք, ցույց են անում, ասում ենք վերջի անգամ չգիտեմ երբ ենք վերապատրաստվել, եւ ամենակարևորը ուսումնասիրեք համաշխարհային ռեյտինգներում, որ ամեն տարի հրապարակվում են, հա, ռեյտինգները Միած ստուգեք հայկական բուհերի վարկանիշը որտեղ է գտնվում։ Շրիշակ։ Գիտությունների ազգային ակադեմիայից եք խոսում։ Ինչ է տվել մեզ կամ մարդկությանը վերջին 20-30 տարում գիտությունների ազգային ակադեմիան, որի ցուցասրահներից մեկը իդեպ սրճարան դարձավ այս վերջերս։ Եկեք չմեկնաբանեմ։ Քաղաքական դաշտում գիտեք ինչ է կատարում, բոլորը փրկիչներ են, ազգային ժողովում թշնամանք է, ընդդիմադիր դաշտում գզվռտոց է, մտավորականությունը լռակյաց, եկեղեցին չասեմ, կեսը սառած, կեսը հալած։ Ու այս իրավիճակում կերտում ենք երկիր, խաղաղություն չենք ուզում, երկխոսություն չենք խոսում, բաց սահման ոչինչ չենք ուզում, միայն ուրիշները կան, մեզ տան այն ինչ մենք երազում ենք, այդպես չի լինում։ Սա է իրականությունը, որից մենք ցավոք չենք փախնելու, պետք է հաշվի նստենք։ Մենք կորցրել ենք ամենաթանկը, դա ժամանակն էր, եւ հիմա մենք ազգովի քաղում ենք մեր անտարբերության, պորոտախոսության եւ իրար ատելու դառնագույն այս պտուղները։ Ես չեմ վախեցնում կամ հուսահատության կոչ չեմ անում, ոչ։ Ես նշում եմ, որ հայրենիք կամ պետություն այս ազատագրական պայքարը, որ տանում են ոմանք, տանելու է մեզ աներկբա կործանման։ Ուստի ամփոփելով մտորումներս, կրկին հարց եմ տալիս ձեզ, եթե չենք ուզում լեզու գտնել հարևանների հետ, եթե ամեն շաբաթ տարբեր հրապարակներում 10, 20, 30 հոգանոց փրկիչներ են նշմարվում, ոնց ենք մենք պատրաստվում ապրել այս տարածաշրջանում։ Մտածեք այս ուղղությամբ։ Շարունակում ենք թողարկումը։ ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլու առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը։ Այս այցը հնարավորություն տվեց ընդգծելու ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ մեր աջակցությունն ընթացիկ խնդիրների լուծմանը, ասել է Սինիրլիօղլուն։ Հայաստանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ադրբեջանում նրան ընդունել են նախագահ Իլհամ Ալիևը եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Եվ Երևանում եւ Բաքվում գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ողջունեց տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան ջանքերը, հույս հայտնելով խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ։
Լուրն այն մասին, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես համաձայնեցվել է, ոգեշնչող իրադարձություն է։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին, հայտարարել է նա։ Ապրիլի 29-ին Քաթարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Քաթարի Էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը։ Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անվերապահ պաշտպանում է հանցագործության ու հատկապես կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը, բայց նրա խոսքով այդ որոշման հիմքում չպետք է դրվի պոպուլիստական գաղափար, եթե ինչ-որ մեկը հարուստ է, նշանակում է գողացել է։ Հարությունյանի խոսքով Սահմանադրական դատարանի որոշումով ասվում է բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Մեր կարծիքով, եթե ապագայի համար կարելի է նման պահանջ դնել, ապա նախկինում ձեռք բերված գույքի հետ կապած նման պահանջ դնելը դա նշանակում է օրենքին տալ հետադարձ ուժ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, ես կառաջարկեի մի պահ պատկերացնեք, որ ընդունվում է մի անհեթեթ օրենք, որ ձեր հագի շորերը, եթե դուք չհիմնավորեք, որ ձեռք եք բերել խանութից կամ նվեր եք ստացել, համարվում են ապօրինի եւ ձեզանից պետք է վերցվեն։ Այ պատկերացրեք մի պահ այդպիսի անհեթեթ օրենք է։ Եթե այդ օրենքը ընդունվի, ապա բնական է, որ հետագայում դուք եւ չեկերը կպահպանեք, նվեր ստանալուց էլ մի հատ էլ գրավոր պայմանագիր կստորագրեք, հավանաբար մի հատ էլ նոտարի մոտ գնաք։ Բայց եթե խոսքը վերաբերվի այս պահին ձեր հագած շորերին, հավանաբար գրեթե բոլորդ կհայտնվեք մերկ վիճակում։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այս մասին ասված է Եվրոպական միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին եւ համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը եւ վերջին զարգացումները, նշված է առաքելության գրառման մեջ։ Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան Եվրոպական միության դիտորդական առաքելության ակտիվ մասնակից է, Հայաստան գործուղված 7 ֆին փորձագետներով հանդերձ։ Այս պահին հերթը միջազգային դրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կոտրել կանադացիներին, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա դառնալ Կանադայի տերը։ Քարնին այս մասին ասել է իր հաղթական ելույթում այն բանից հետո, երբ լիբերալները հաղթել են դաշնային ընտրություններում։ Քարնին ընդգծել է, որ պետք է պատրաստվել վատթարին եւ ոչ թե հուսալ, որ լավ կլինի։ Կանադայի վարչապետը խոստացել է այնուամենայնիվ հանդիպել Թրամփի հետ, չնայած ճգնաժամին եւ փորձել հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։ Երբ ես նստեմ նախագահ Թրամփի հետ, դա կլինի երկու ինքնիշխան պետությունների միջև ապագա տնտեսական եւ ռազմավարական հարաբերությունների քննարկում, ընդգծել է Կանադայի վարչապետը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմուտքը մոտ ապագայում կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա, Ուկրաինայում հրադադար հաստատելու համար։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով դա տեղի կունենա առաջիկա 8-ից 10 օրվա ընթացքում։ Նա կարծում է, որ իրեն հաջողվել է համոզել ամերիկյան կողմին Մոսկվայի նկատմամբ սպառնալիքների եւ գուցե պատժամիջոցների սրման հնարավորության հարցում, որպեսզի Կրեմլը դրդված լինի դադարեցնել կրակը։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում կայացած հանդիպմանը քննարկել են կորեական թերակղզու եւ Իրանի միջուկային խնդիրները։ Այս մասին հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հաղորդվում է, որ Վան Ին եւ Լավրովը նաեւ ռազմավարական շփումներ են ունեցել այնպիսի բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը եւ Մեծ քսանյակը։ Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 28-ին կայացել է BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատելու Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Դեռևս մարտի 11-ին մենք դրական ենք արձագանքել հրադադարի մասին ամերիկյան առաջարկին։ Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք մեր սեփական առաջարկը երկկողմ հիմունքներով դադարեցնել հարվածները առնվազն քաղաքացիական թիրախներին։ Մենք նաև առաջարկել ենք զատկի հրադադարը դարձնել ամբողջական եւ երկարացնել այն 30 օրով։ Ռուսաստանը հետևողականորեն մերժել է ամեն ինչ եւ շարունակում է շահարկել խաղաղությունը, փորձելով խաբել Միացյալ Նահանգներին, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով դա այն հիմքն է, որը կարող է հանգեցնել իրական դիվանագիտության։ Զելենսկու խոսքերին արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով առանց բոլոր նրբությունների կարգավորման անհնար է հրադադար հաստատել։ Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 630 միլիարդ ռուփի, մոտ 7.3 միլիարդ դոլարի 26 հատ նոր կործանիչ վաճառելու շուրջ։ Այդ մասին հաղորդել են Հնդկաստանի ռազմածովային ուժերը։ Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն եւ Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգը։ Նաեւ առցանց ռեժիմով արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարները։ Հնդկաստանը ֆրանսիական ինքնաթիռների առաջին խմբականակը պետք է ստանա 5 տարի հետո, իսկ վերջինը մինչև 2031 թվականը։ Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիրի նահանգի Պակիստանի հետ սահմանային տարածքի վերահսկողության գոտում կրակոցներ են տեղի ունեցել։ Այս մասին վկայում է Հնդկաստանի բանակի հայտարարությունը։ Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը հրազենով չհրահրված կրակ է արձակել վերահսկողության գծի երկայնքով Քուփվարայի եւ Բարամուլայի շրջանների դիմաց ընկած տարածաշրջանում, նշված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Հնդկաստանի զինվորականներն արձագանքել են արագ եւ արդյունավետ։ Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին հրադադարի ռեժիմը խախտվել է 5-րդ գիշերն անընդմեջ Ջամու եւ Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջև հարաբերությունների սրման ֆոնին։ Քաշմիրի հովտում 87 հանրային զբոսայգիներից 48-ը փակվել է որպես նախազգուշական միջոցառում Պահալգամի ահաբեկչական հարձակումից հետո։ Էլեկտրաէներգիայի մատակարարումն ապրիլի 29-ի առավոտվա դրությամբ վերականգնվել է գրեթե ամբողջ Իսպանիայում, Պորտուգալիայի մեծ մասում եւ Ֆրանսիայում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն անջատումների բոլոր հնարավոր պատճառները եւ հասարակությանը կոչ է արել շահարկել այս թեման։ Ըստ պորտուգալական պարբերականների էլեկտրամատակարարման ծառայությունները վերականգնվել են։ Երկրի երկաթուղային հաղորդակցությունն աստիճանաբար վերսկսվում է։ Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն հայտնել է, որ երկրի բնակչության 80%-ին կրկին հասանելի է էլեկտրականությունը։ Իսկ ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է Ֆրանսիայի այն շրջաններում, որտեղ նախորդ օրը տեղի է ունեցել անջատում։ Ապրիլի 28-ին էլեկտրամատակարարման մասշտաբային խափանումներ են տեղի ունեցել Իսպանիայի տարածքի զգալի մասում, ինչպես նաև Պորտուգալիայում եւ Ֆրանսիայի որոշ շրջաններում։ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրները խափանումներ են առաջացրել հասարակական տրանսպորտի, լուսացույցների, բանկոմատների, բջջային կապի եւ ինտերնետի աշխատանքում։ Վերադառնանք մեր խնդիրներին։ Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել եւ հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է բազմակի կոտրվածքներով։ Ցավոք, մեկի կյանքը փրկել չի հաջողվել, ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել էին, որ Գյումրիում վթար է տեղի ունեցել ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ։ Իրար են բախվել 5 տրանսպորտային միջոց։ Պատահարի հետևանքով 5 անձ, այդ թվում 3 փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ Ավտոմեքենաներից մեկի վարորդը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Մանրամասները պատմվում է տեսանյութում։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այս անգամ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք եւ հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելավոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Տվյալների ճշգրտման եւ իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ։ Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։ Հաշվարկները ուշագրավ են։ Ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի, շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով։ Հիմք ընդունելով հաղորդման փաստերը քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզության գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական եւ գործունեության հասցեներում։ Արդյունքում արգրավել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ այլ նյութեր։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության եւ հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է, նպատակ ունենալով բացահայտել եւ կանխել նմանատիպ դեպքերը։ Այժմ եղանակային կանխատեսումների մասին։ Երևան քաղաքում ապրիլի 30-ին մայիսի 2-ից 4-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 29-ից 3-ը կնվազի 2-ից 5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-ից 10 աստիճանով, ապրիլի 30-ին մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 աստիճանով։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։